Բարև ձեզ հարգելի բարեկամներ, լաբորատորիա հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ընդհանրապես մարդկանց, այդ թվում նաև պետություններին կարելի է համեմատել նաև հետևյալ չափորոշիչով, թե նույն իրավիճակում մարդը կամ պետությունը ինչպես է իրեն դրսևորում։ Բացում ես լրահոսը համաշխարհային, կարծես թե 30 քանի տարվա միջուկային ուրեմն փորձարկումների մորատորիումից միջուկային գերտերությունները դուրս են գալիս, նորից աշխարհը մտնում է միջուկային ուրեմն մրցակցության նոր շրջափուլի մեջ, դրանից բխող բնականաբար հետևանքներով։ Նայում ես լրահոսը, թե հարևան թշնամական պետությունը ինչպես է տոնում 44 օրյա պատերազմում իր հաղթանակը, այդ տոնակատարությանը մասնակցում է միջուկային տերություն Պակիստանի ղեկավարությունը, տոնակատարությանը մասնակցում է Բաքվում ՆԱՏՕ-ի երկրորդ ցամաքային զինուժ ունեցող Թուրքիայի ղեկավարությունը, լսում ես այդ պետության պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի հետ կապված եւ բնականաբար հայտնում ես մի իրականության մեջ։ Հետո նայում ես հայաստանյան լրահոսը, թե Հայաստանի պետական այրերը ինչի մասին է խոսում եւ դու տեսնում ես, որ առաջիկա այն միջոցառումը, որի շուրջ պլանավորում է տեղի ունենում, դա հերթական ուրեմն միջոցառում ֆլեշ մոբ կամ իվենտն է, որի թիրախում հայ-առաքելական եկեղեցու դեմ հերթական հարձակումն է։ Եվ դու հայտնում ես մի իրավիճակում, երբ որ ժողովրդական լեզվով ասած աշխարհով այս մարդիկ իրենց օրակարգերով եւ պետության կողմից առաջադրված օրակարգը որևէ կապ ու առնչություն չունի ոչ աշխարհում ընթացող գործընթացների, ոչ էլ Հայաստանում ու Հայաստանի շուրջ ընթացող գործընթացների հետ կապված։ Այս կոգնիտիվ դիսոնանսի տրամաբանության քննարկման համար այսօր տաղավարում հյուրընկալել ենք պարոն Վարդան Խաչատրյանին, բարև ձեզ։ Ինչպես եք դուք վերաբերվում այս առաջին հայացքից անտրամաբանական, բայց Հայաստանի վերջին տարիների քաղաքական իրողությունների մեջ միանգամայն տրամաբանորեն տեղավորվող այս օրակարգին։ Գիտեք, իսկապես ձեր ասածը շատ մտահոգիչ է, առաջին հերթին այն պատճառով, որ մենք ցավոք սրտի ականատես ենք համաշխարհային միջուկային անարխիայի։ Այսինքն բոլոր երկրները, ովքեր կարող են հավակնել միջուկային ռումբ ունենալու, նրանք փորձում են ունենալ միջուկային ռումբ, որովհետև պատկերացնում է, որ արդի փուլում պաշտպանվածության արխի կարևոր առանցքը դա միջուկային զենք ունենալն է։ Եվ մենք գիտենք, որ դա քաղաքական բնույթ է կրել, ժամանակին ոչ Պակիստանը պետք է ունենար միջուկային զենք, եւ ոչ Հնդկաստանը պետք է ունենար միջուկային զենք, բայց երբ որ Պակիստանին Չինաստանը, ասենք, ընդառաջեց այդ հարցում, հասցրեց այն բանին, որ միջուկային զենք ունեցավ Պակիստանը, Խորհրդային Միությունն էլ նույն բանը արեց Հնդկաստանի հետ մեկ ամիս տարբերությամբ պայթեցրին նրանք իրենց միջուկային ռումբերը, եւ հիմա Թուրքիան, գոյություն ունեցող, ասենք, երկրներից Սաուդյան Արաբիան եւ բոլոր նրանք, ովքեր պատկերացնում են, որ իրենց անվտանգությունը ամենակարևորն է, մտածում են, թե ինչպես ձեռք բերել միջուկային զենք, ինչպես այդ ամենը անթեղել իրենց տարածքներում եւ պաշտպանված լինել հնարավոր ոտնձգություններից, որովհետեւ ոչինչ այլևս չի գործում, ոչ միջազգային իրավունք, ոչ գոյություն ունեցող ինստիտուտների խոսք եւ ոչ բարոյականություն, որը շատ բանով պարտադրված էր, երբ որ բիպոլար էր աշխարհը։ Այսինքն պետք է այդ երկու բևեռները իրենց վարային բարոյական, հակառակ դեպքում նրանք կկորցնեին իրենց թիմերը, որոնցով հանդես էին գալիս աշխարհիս երեսին։ Եվ հիմա Հայաստանը մեզանում եղածը բավական զարմանալի մի բան է, որովհետև երևի թե օրակարգը բոլոր դեպքերում դա այն առանցքային խնդիրն է կամ խնդիրները, որոնք ուզում են հասարակությանը եւ յուրաքանչյուր
պետություն, յուրաքանչյուր իշխանություն պետք է այդ օրակարգը բարձրացնի եւ լայն քննարկում իրականացնի օրակարգի հնարավոր ելքերը հասարակական կարծիքի շրջանակում լուծումների բերելու համար։ Պատկերացնել, որ ներկայիս օրակարգը, որը սպասարկում է այն ամենով, ինչը իշխանության ռեսուրսն է, սկսած դատավարաններից, դատախազություններից, վերջացրած լրատվամիջոցներով, որը իշխանության համար համեմատաբար իհարկե տիրապետելի են եւ հասու են, այդ ամենը միտված է մեկ բանի, թե իսկ հայոց առաքելական եկեղեցու գլուխը ինչու պետք է մնա, եթե նա խախտել է կուսակրոնության մասին օրենքը, որը ցավոք սրտի գոյություն չունի, ցավոք սրտի 1001 անգամ բացատրվել է դա եւ հնարավոր բոլոր եթերներում, սկսած հմեկից վերջացրած նաև մեր եթերներով այստեղ գոյություն ունեցող համացանցային եւ այլն, եւ այստեղ հարցը նրանում է, որ տրադիցիոնալիստական ընթացքը, որը անխուսափելի է կամայական եկեղեցու համար, առավել եւս հնագույն եկեղեցիներից մեկի համար, նա չի կարող խախտվել, իսկ եթե Գրիգոր Լուսավորիչը ամուսնացյալ է եղել, եթե մեր եպիսկոպոսների բազմությունը ընդհանրապես դարեդար ամուսնացած են եղել, եւ հանկարծ մենք դնում ենք այդպիսի խնդիր եւ համարում ենք, որ վաղ թե ուշ մենք կգտնենք ինչ որ կետ, ինչ որ մի օրենք, կլինի դա, ասենք, կանոնագիր կայացում, թե կլինի Մխիթար Գոշի դատաստանագրքում, ոչ մեկում, ոչ մյուսում փաստորեն հնարավոր չէ, եթե անգամ հնարավոր է, դա չի վերաբերվում կուսակրոնությանը, դա վերաբերում է շնացմանը։ Դրանք լրիվ տարբեր, հավատացնում եմ, լրիվ տարբեր բաներ են եւ որևէ կերպ մեկը մյուսին փոխանակել չի կարող, որովհետեւ դե ինչպես կարող ենք մենք մեղադրել մի բանում, որը նախ անքննելի է, որովհետեւ եկեղեցին ունի ապաշխարման համակարգ, որը պետք է փակ մնա իր ներսում, եւ դա մարդու ապաշխարության եւ անհատի բացարձակ իրավունքն է անթեղել այդ եկեղեցում եւ եկեղեցին որևէ տեղ դա չի կարող դուրս բերել, հրապարակայնացնել եւ ասել, ճիշտ այնպես ինչպես կաթոլիկ եկեղեցին ի վիճակի չի դուրս բերել խոստովանամքի պահը գաղտնիք որպես նա չի կարող հաղորդել, իհարկե եղել են ինչ որ անոմալիաներ, բայց դրանք փորձում են անգամ այսօր շրջանցել, որպեսզի եկեղեցին չկորցնի իր հասարակական համարումը, կաթոլիկ եկեղեցու մասին է խոսքը։ Հիմա երբ որ մենք թողած մեր գլխավոր խնդիրը, մեր գլխավոր խնդիրը այնուամենայնիվ անվտանգության խնդիրն է, եւ անվտանգության խնդիրը ունի իր սպասարկման տարբեր հարթությունները, սկսած այդ ցանկանա այստեղ ուղղակի մեջ բերել Ցիցերոնին կամ Կիկերոն, ինչպես մենք որոշ դեպքերում անվանում ենք, այդ խոշորագույն մտածողը, հանրապետական ինքնության խոշորագույն իմացողը հին աշխարհի, ասում էր, որ չկա ոչինչ պետության մեջ ավելի պետությունը ամրացնող, քան արդարացիության սպասարկումը, այսինքն նա նկատի ունի հասարակական ձգտումների, հասարակական կողմնորոշման դուրս բերելը որպես օրակարգ եւ նրա արդարացի լուծումը, արդարացի քաղաքականությունը այդ ուղղությամբ եւ չկա ավելի խարխլող ոչինչ փլուզող հանրապետությունը այդ դեպքում ինչպես կեղծիքը հանուն հարմարավետության նեղլիկ շահերի։ Սա շատ ճշգրիտ իմ կարծիքով ցիցերոնական մակարդակի բարձրագույն, այսպես ասած, ճշմարտությունն է, որը ժամանակի հետ երբևէ չի կորցնելու իր գույնը եւ իր հմայչությունը որպես ճշգրիտ ձևակերպում, եւ ես համարում եմ, որ այո, իսկապես մենք պետք է ունենանք հասարակական պահանջի բացարձակ դրսևորում օրակարգի տեսակետից, որը սպասարկում է իշխանությունը, եւ այդ շրջանակը պետք է լուսավորել հնարավորինս վերջնական ճշգրիտ, միգուցեև մանր, բայց քայլերը իրականացնելու համար, որպեսզի մենք ցած չսահենք, իսկ մենք փաստորեն հիմա ըստ էության կատարում ենք մի բան, որը երևի մենք էլի խոսենք, էլի հնարավորություն կունենանք այս հաղորդման ընթացքում բացել, բայց ասենք, որ իրականում մենք ընթանում ենք դեպի համակարգային ճգնաժամ։ Համակարգային ճգնաժամ, որից շատ քիչ է մնացել, քանի որ մենք դիպչում ենք սակրալ առանցքին հասարակության, որը պատմության մեջ իր վրա կրել է հայոց ինքնության
ընթացքը, հայոց ինքնության հաջորդ սերունդներին հասցվելը եւ եկել հասել է մինչև մեր օրերը եւ դա արքետիպային առանցք է, որի դեմ որևէ ոտնձգություն ոչ միայն անթույլատրելի է, այլև իմ խորին համոզմամբ հակապետական իր հնարավոր նեգատիվ դրսևորումներով, որովհետեւ եթե մենք այդ սակրալ առանցքն ենք փորձում տատանել, միշտ պետք է հիշենք, որ եթե մենք հասցնում ենք պարսատիկի քարով հարված այդ առանցքին, հասարակական զանգվածի կողմից սպասեք ատոմային ռումբով պատասխան եւ երբևէ պետք չի դրանից խուսափել եւ թաքցնել դա, որովհետեւ միշտ պետք է ասել թե որ ճանապարհն է, որ անդունդի եզրից հետ կբերի մեր ժողովրդին եւ որն է, որ կտանի եւ ես զարմանում եմ միայն մի բանի վրա, թե իսկ ինչու է արագացվում այդ process-ը, որովհետեւ որևէ կերպ, ասենք չեմ նկատում արգելակներին սեղմելը, կասեցումը այդ բավականին բացական process-ի, որը շատ հեռուն գնացող հետևանքներ է ունենալու, մենք կարող ենք նույնիսկ դա տարերի վերածել ու քննարկել, որպեսզի հասկանալի լինի նաև մեր ժողովրդի համար, թե դա ինչ է եւ ինչի մեջ ենք ներքաշվում եւ ազգովի եւ մեր քաղաքական էլիտայով։ Հիմա տեսեք, պարոն Խաչատրյան, ընդհանրապես այս թեմայի հետ վերջին վայրիվերումներին մարդիկ ամենատարբեր ձևով են վերաբերվում։ Մեկի համար դա աստվածաբանական կամ զուտ եկեղեցական խնդիր է, մեկի համար պետական ինստիտուտի կամ ազգի ինքնության, ինչպես դուք նշում եք, առանցքին առաջվող խնդիր է։ Շատ մարդիկ էլ այդ խնդրին վերաբերվում են բոլորովին այլ տեսակետից, այսինքն օրակարգում ոչ թե կուսակրոնության կամ եկեղեցու ղեկավարի զուտ հարց է, այլ դասականակալում է, ինչպես ասում ենք, կա 4 իշխանություն, չէ, որևէ հասարակության մեջ օրենսդիր, գործադիր, դատական եւ 4 իշխանությունները հարաբերական իշխանություն։ Բոլոր այն հասարակությունները, որոնք ունեն ավանդութային առանցք, նրանցում կա նաեւ 5-րդ իշխանություն, դա հոգևոր իշխանությունն է։ Եվ ժամանակակից աշխարհում այդ հոգևոր իշխանության առանցքի հստակ դրսևորումը զուգահեռ քաղաքացիական իշխանությունների, աշխարհիկ իշխանությունների ավելի հստակ է դրսևորվում։ Դա օրինակները վերջին Միացյալ Նահանգների վերջին ընտրությունը հենց այդ առանցքի հստակ ինքնադրսևորման ցուցանիշն է։ Թե այդ առանցքը ինչ դերակատարում ունի Միացյալ Թագավորության կյանքում անգլիկան եկեղեցին եւ իր ինստիտուտները դժվար է գերագնահատել։ Վատիկանը եւ ընդհանրապես Հռոմի Պապի ստատուսը ամբողջ կաթոլիկ աշխարհի միլիարդից ավելի մարդկանց համար ինչ նշանակություն ունի։ Այդ ուրեմն հոգևոր իշխանության դերակատարման լուրջ ազդեցությունը Իրանում, Իսրայելում, Ռուսաստանում, մեր հարևան Վրաստանում Եվ շատ վերլուծաբաններ ասում են, որ ըստ էության այստեղ էլի իշխանության հարց է լուծում։ Այսինքն, եթե գործող իշխանությունը իրենով է արել գործադիրը, իրենով է արել օրենսդիրը, լրատվական դաշտը 4 միջև այդ դատական իշխանությունը եւ այլն իրենով է արել, հիմնականում նաեւ լրատվամիջոցների քանակի եւ ազդեցության, ուրեմն լսարանների համադրելության տեսակետից իր ձեռքի տակ է նաեւ 4 իշխանությունը, մնացել է ընդամենը 1 իշխանություն, որը չի ենթարկվում աշխարհիկ իշխանությանը, այն է հոգևոր իշխանությունը, հոգևոր հեղինակության խոսքը հասարակության մեջ, եւ այս ամենը ըստ էության խորքի մեջ այն ինչ հասարակությանը մատուցվում է որպես իշխանության համար պայքարի դետալներ, դա մի հարթություն է, բայց նպատակը ընդամենը հոգևոր իշխանությունը նույնպես վերահսկելի կամ կառավարելի դարձնելու խնդիր է ընդհանրապես լուծվում։ Վերահսկելի եւ կառավարելի ում կողմից է դեպքում։ Աշխարհիկ իշխանություն։ Այսինքն աշխարհիկ իշխանությունների կողմից։ Շատ լավ, աշխարհիկ իշխանությունները եթե այդպիսի նպատակ ունեն, այդ դեպքում պետք է ամեն դեպքում հասկանանք, որ հայոց առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է, իսկ
կամայական աշխարհիկ իշխանություն դա ժամանակավոր երևույթ է։ Այսինքն կլինի նույնիսկ դինաստիոն ժառանգական մի ապետություն, միևնույն է, ինչ որ մի ժամանակ նա ցած է սահելու, տեղը կգա հանրապետություն, թե մի այլ դինաստիա կկանգնի նրա փոխարեն, այդ ուրիշ հարց է արդեն։ Բայց հոգևոր իշխանությունը մնում է։ Չէ, մնալու է, եթե նա չմնաց, ընդհանրապես հնարավոր չի լինելու հավաքել հասարակությունը ինչ որ մի առանցքի շուրջ։ Եվ հələ դեռ հին Եգիպտոսից այդ բանը գալիս է, որ հա Եգիպտոսը քանդվում է, բայց լուսնի քրմերի բազմությունը իր վրա բռնում է այդ քանդվող հասարակությունը դոմինոյի էֆեկտի արդեն ենթարկված եւ կարողանում է վերականգնել, որովհետեւ դա հոգեվոր սակրալ առանցք է, որի շուրջ հնարավոր է ձևավորել նորից ամբողջականություն։ Հիմա եթե մենք համարում ենք, որ Հայաստանի իշխանությունը պետք է կարողանա այստեղ եւս իշխանապողություն իրականացնել իօգուտ իրեն, ուրեմն այդ դեպքում մի հատ էլ պետքա ցույց տանք, թե իսկ ելում է կարողանում հոգևոր առաջնորդներից, որտեղ Հայաստանում գոյություն ունեն նաև բողոքական ուղղություններ, Հայաստանում գոյություն ունեն կաթոլիկներ, Հայաստանում չէ ես որևէ նեգատիվ երանգ չեմ ուզում հաղորդել։ Հա, որպես ինստիտուտ հիմա այդ մարդիկ երբևէ իշխանությունների ճնշմամբ դուրս են բերել կամ հանել կարողացել է իշխանությունը։ Ես օրինակ չեմ գտնում, որ մենք կարող ենք հանել որևէ իշխանություն, որը հոգևոր է եւ ունի իր հետևորդներին եւ մեր այսպես կոչված կրոնական կազմակերպությունների մասին օրենքը խղճի ազատությունը չեմ համարում, որ այնքան էլ ճիշտ է այդ օրենքի վրա դնելը, նա չի ենթադրում, որ որևէ մեկին դու կարող ես հանել։ Նրանք կարող են ինչ որ բաներում պակաս լինել, ինչ որ բաներում ավել լինել, ինչ որ հարցերում դու համաձայն չլինես նրանց հետ, բայց այնուամենայնիվ համանման խնդիր որևէ կերպ չի կարող դրվել, բացի դրանից մենք շատ լավ հասկանում ենք, որ հայոց պոտենցիալը դա համաշխարհային երևույթ է։ Այդ պոտենցիալը փեղեկել Հայաստանում, իսկ ըստ էության ընթանում է նաև գործընթաց, որի արդյունքը կարող է լինել, չնայած առայժմ դրա որևէ նշույլ չենք տեսնում, որովհետև դա կարող է լինել միայն մեկ դեպքում, չեմ ուզում էլ խորանանք, այդ դեպքը հələ դեռ ոչ կա, ոչ էլ հորիզոնի վրա երևում է, բայց այնուամենայնիվ մենք ուզում ենք կորցնենք մեր սփյուռքի սատարումը, մենք ուզում ենք կորցնենք մեր մերձավոր սփյուռքը, մենք ուզում ենք մեր հնարավոր թիրախները եւ զարգացման տեսակետից եւ կորուստները ինչ որ չափով յետ բերելու տեսակետից կորցնել եւ ներսում ունենալ պառակտված հասարակություն, փոխադարձ միմյանց տշնամանքով նայող ուժեր, իշխանություն եւ հայոց առաքելական եկեղեցի եւ քննադատություն, որը ըստ էության չես կարող որևէ կառույց գտնել, որը քննադատության էլեմենտներ իր ներսում չկրի, այդպիսի բան ուղղակի չի լինում։ Եթե մենք անընդհատ պետք է կանգ առնենք նրա վրա, թե ինչն է մեզ բաժանում եւ ոչ թե սպասարկենք այն, թե ինչն է մեզ ամբողջականացնում, ինչն է մեզ նոր ավյունով եւ ուժերով լցնում, մենք այդպիսի քայլեր չպետք է որ անենք, բայց այսօր փաստորեն ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ process-ը դեռևս շարունակվում է եւ process-ը որպես այդպիսին ուր կտանի, մենք շատ լավ հասկանում ենք, որ երկիրը ունի որոշակի նշաններ, որոնք խոսում են համակարգային ճգնաժամի մասին, այսինքն երկրում պաշտպանությունը երկրորդայնացված է։ Իսկ մենք ինչքանով որ մենք տեսնում ենք պաշտպանության վրա կենտրոնացվածությունը իշխանության, որովհետև դա անվտանգության գլխավոր գործոններից մեկն է, ոչ միայն չկա, այլև կարող է հայտարարություն լինել, որ բանակը մեր անվտանգությունը ապահովողը չէ, ինչն է մեր անվտանգությունը ապահովողը, մեր հնարավոր թշնամիների հետ բարեկամանալը։ Ես այդ դեպքում միշտ համարել եմ, էլի, որ այդ դեպքում ցույց տվեք այն օրինակը, երբ որ դարեդար թշնամություն ունեցող ժողովուրդները դարեդար որոշակի զանգվածներ եւ պետություններ, որոնք հակահայկական օրակարգը այդպես էլ չեն հանել իրենց արտաքին քաղաքական վեկտորից եւ ներքին քաղաքական վեկտորից հանկարծ ինչ որ մի կախարդական փայտիկի շարժմամբ վեր են ածվել մեր բարեկամներին եւ եթե մենք զիջումների ենք գնում, իսկ մենք զիջումների գնում ենք անվիճելիորեն, զիջումներ, որոնք ունեն
տեկտոնիկ նշանակություն մեր հարևանների հետ ունեցած հարաբերությունների շրջանակում, եւ եթե դա այդպես է, ուրեմն մենք պետք է պատասխանենք այն հարցին, թե այդ ամենի արդյունքում ինչպես ենք մենք բարեկամանալու։ Արդյոք հետո չեն ասելու, որ լավ, Թրամփի ճանապարհ, որը համառորեն հայտարարում են միջանցք։ Ինչու են համարում, որ դա միջանցք է, որովհետեւ այնտեղ ոչ մի հայ նրանք չպետք է տեսնեն։ Միջանցքը դա մի բան է, որի միջով դու անցնում ես եւ որևէ մեկի հետ պետք է կապ չունենաս, բայց եթե մեծ Թուրան ծրագրին է դա վերաբերում եւ սպասարկում է մեծ Թուրան ծրագիրը, մենք պարզ տեսնում ենք ինչ ուժեր են դրա հետևում կանգնած եւ դրա հետևում կանգնած չի Սոսկ Թուրքիան, Սոսկ Ադրբեջանը կանգնած չի, դրա հետևում կանգնած է MI6-ը, դրա հետևում կանգնած են ուժեր, որոնք ի վիճակի են շատ ավելին, քան թե մենք ենթադրում ենք, եւ ով է ասում, որ այդ մեծ Թուրան ծրագիրը իրականացնելու ժամանակ ի հայտ չի գալու մի ուրիշ պլան, ուրիշ անհրաժեշտություն, որ բավարար չէ այդ միջանցքը պետք է լայնացվի, ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ոչ մեկը հարցը չի բարձրացնելու, թե իսկ մենք Բաքվում ինչ ենք կորցրել, իսկ Ադրբեջանում իսկ հնգանիշ հայերի գենոցիդալ արտաքսումը այդ երկրից ինչ շարունակություն է ունենալու եւ միջազգային հանրությունը ինչպիսի վերաբերմունք է դրա հանդեպ վերջի վերջո որդեգրելու, այս ամենի պայմաններում, այս հարաբերականության դաշտի, այդ քաոսային իրավիճակի պայմաններում մենք ինչի ենք հավակնում, ներսում առաջացնելով նոր ճաքեր։ Մտածեք, պարոն Խաչատրյան, մի մեջբերում էլ ես ձեր թույլտվությամբ բանեմ, ամենասկզբում մենք ասացինք, որ տագնապային իրավիճակներում պետությունները, հասարակությունները որդեգրում են ամբողջ զինանոցը, իրենց ներքին ռեսուրսը, թե ինչպես պետք է այդ խնդրին դիմակայեն։ Ու այդ խնդիրներ զուտ տեսական խնդիր չի, էլի, որ Միացյալ Նահանգները ռումբ են փորձարկում, ռուսներն էլ ինչ որ նոր, ուրեմն մեծ հեռավորության խոցող հրթիռներ են պատրաստում։ Հարևան պետությունը, որի հետ մենք հայտարարում ենք, որ խաղաղության դարաշրջանի մեջ ենք մտնում արդեն, ամեն օր հայտարարում է, որ հիմա Սևանալիճ էլ չասեք, ձեր նշած X թվով ադրբեջանցիներ պետք է վերադառնան։ Ընդհանրապես այս տարածքը, որի վրա մենք ապրում ենք, այո, եւ այս հաղորդումը անում ենք Հայաստանի Հանրապետության տարածքում իրանց բառապաշարի մեջ դա Արևմտյան Ադրբեջանն է։ Այսինքն ինչ որ վերացական տեսական վտանգների մասին չի խոսքը, որոնց մասին մենք խոսում ենք, բայց մեջբերման անդրադառնում կա այսպիսի մի հեղինակ Լորենս Ֆրիդման, որը ուրեմն ռազմական ամենահեղինակավոր փորձագետներից մեկն է, ում ասենք տասնամյակներ շարունակ ՆԱՏՕ-ի, այսպես ասած, ռազմական ստրատեգները այդ մարդու գրքերով են պատերազմի ստրատեգիաներ սովորել, ինքը ունի մի աշխատություն, կոչվում է պատերազմի վրեժը։ Այդ աշխատության մեջ մի միտք ասում է կան պատերազմներ, որտեղ կողմից մեկը պարտվում է ռազմի դաշտում, բայց կան պատերազմներ, որտեղ պարտությունը սկսվում է միջև պատերազմական գործողությունը, սկսվում է այն ճաքից, որը առաջանում է տվյալ պետության ու հասարակության մեջ։ Այսինքն դու այդ ժամանակ ես արդեն պատերազմը տանուլ տվել, անկախ նայից թե ռազմական բախումը թաթերաբերում երբ կսկսվի, երբ կլինի։ Հիմա այս տրամաբանությամբ ձեր նշած, երբ որ ասում ենք համակարգային ճգնաժամ, համակարգային խնդիր, դա վերացական հոմի բան չի, մեր հեռուստադիտողների համար եմ այդ ասում, դա նշանակում է հասարակությունը իր ներսում ունենում է այնպիսի ճաքեր, որոնք Աստված միահասցե, անպայման չի տաք պատերազմ, այսպես ասած, սկսվի, որպեսզի այդ ճաքի պատճառով դու տանուլ տաս։ Դու այդ ճաքի պատճառով տանուլ կտաս ցանկացած հիմնախնդրում, լինի դա կրթական, մշակութային, տնտեսական, ժողովրդագրական, էլ չեմ ասում պաշտպանական, ինքնապաշտպանական եւ այլն։ Այսինքն համակարգային ճգնաժամը վերաբերվում է տվյալ հասարակության ողնաշարին։ Ձեր ասած մտքի շարունակություն որպես եթե դժվար իրավիճակ է առաջանում, հասարակությունը մոբիլիզացնում է իր բոլոր ուժերը, դժվար իրավիճակը հաղթահարելու
կամ պատրաստվելու համար հաջորդ ուրեմն դժվար իրավիճակին։ Դրա հիմնական կարևոր ուրեմն հանգույցներից մեկը դա չեմ ասում համազգային ներդաշնակություն, միասնականություն, չգիտեմ, եւ այլն, հասարակությունները, ոչ բոլոր հասարակությունները եւ երբևէ չի եղել, որ հասարակությունը 100%-ով համախմբված լինի, միավորված լինի եւ այլն։ Հազվադեպ դեպքեր են համաշխարհային պատմության մեջ, բայց գոյություն ունեցող ճաքերը, եթե այսպես պատկերավոր ասած, ծվաղելու, ուրեմն արանքը շաղախով ամրապնդելու փոխարեն, դու նոր ճաքեր ես առաջացնում ամենակարևոր էգզիստենցիալ վտանգի նախօրյակին։ Այսինքն իբր թե այս հասարակությունը քիչ էր պարակտված ամենատարբեր բաներով, սկսած քաղաքական, հասարակական, տեղայնական եւ այլն, հիմա մի հատ էլ նոր ճաք ես բերում, ընդ որում հոգեվոր հեղինակային ավանդական կառույցի շուրջ եւ հավակնում ես, որ դու այդ պարակտված հասարակությունով պիտի կարողանաս դիմակայել այն մեծ վտանգներին, որոնք որ էլի եմ ասում տեսական չեն, ինչ որ չգիտեմ որտեղ ինչ է վերաբերում, հենց քո առօրեական բաներ են, եւ այդ իրավիճակում առաջանում է մի խնդիր, որ այս հարցի հետապնդումը եւ խորացումը ոչ թե այսպես ասած կոնֆեսիոնալ հարց է կամ կանոնագրերի հարց է, որ ընկնես Մխիթար Գոշի մոտ կամ եսիմ որտեղ կարդաս, այս խնդիրը այս պետության ու հասարակության դիմադրողականությունը քանդող հարց է։ Ես կուզենայի այդտեղ նշել նաև մի հանգամանք, որ երբ որ մենք խոսում ենք հայոց առաքելական եկեղեցուց, դա տեսեք դուք նշեցիք, ասենք, որ Հայաստանում գոյություն ունի նաև զոնալ նացիոնալիզմ։ 100%-ով գոյություն ունի, նույնիսկ տարբեր հատվածներում բնակիչների մեջ կան որոշակի հակասություններ, բայց ամբողջականացնողը մակերևույթը հայոց առաքելական եկեղեցին էր։ Եվ հիմա, երբ որ մենք փորձում ենք նա հատվածայնացնել, դա որևէ կերպ չի կարող նպաստել նրան։ Տեսեք, էլեմենտար բան էլի, վերցնենք, ասենք, ասել, որ մեր Արցախի բնակչությունը խիստ կրոնատած էր, ոչ։ Բայց Արցախի բնակչությունը շատ կարճ ժամանակում դարձավ նույնպիսի քրիստոնյա, ինչպիսին ենք մենք։ Հայ քրիստոնյաներ, անվիճելի։ Չնայած կար ճնշումը Բաքվի տասնամյակներով գաղափարաբանական, պարտադրվում էր այնտեղի մշակույթը, անգամ նշանակումները Ղարաբաղում, որպես այդպիսին միջին օղակից էլ ցածր վերահսկում էր Բաքուն, բայց երբ որ մտավ կրոնական գործոնը, որպես այդպիսին, որպես հայոց առաքելական եկեղեցի, եւ այնտեղ իրականացրեց գործընթաց քրիստոնեացման նոր մակարդակի, մենք տեսանք այդ ամբողջականության վերականգնումը անվիճելիորեն։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ մենք փորձում ենք հատվածայնացնել հենց այդ ամբողջականացնող մակերևույթի կարանները։ Այդ կարանները չի կարելի քանդել։ Երբ որ մենք քանդեցինք, մենք ունենալու ենք այն, ինչը որևէ կերպ չի նպաստելու մեր ոչ պաշտպանվածությանը եւ ոչ առաջընթացին, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք հայոց առաջընթացի մասին, այդ առաջընթացը մի բան էլ պատկերացնենք, երբ որ մենք ասում ենք համակարգային ճգնաժամ, դա դրսևորվում է, ասենք, նույն ինքնապաշտպանության ոլորտում, նույն հայտարարությունները, որոնք որևէ կերպ չեն նպաստում այդ ինքնապաշտպանության ոլորտի, ինչպես ասում են, upgrade-ին, այսինքն վերաձևավորմանը, հարմարեցմանը նոր իրավիճակներին եւ նոր պատերազմին, եթե երկրի ներսում գոյություն ունի բացարձակ դիսպրոպորցիա, դա համակարգային ճգնաժամի կարևորագույն գործոններից մեկն է։ Այսինքն մենք ունենք երկիր այսօր, որում անհասկանալի տեմպերով աճում է շինարարությունը միայն Երևանում, օրինակ։ Այսինքն 90%-ից ավելին կենտրոնացած է Երևանում։ Ինչ Հայաստանի մասին է խոսքը այդ դեպքում, ուրեմն, ինչ Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը։ Մենք խոսում ենք նրանից, ինչը ազդում է հասարակական հոգեբանության վրա, եւ ոչ թե որպես ինֆորմացիա
այլ որպես առօրյա, որի հետ բախվում են բոլորը։ Այսինքն մեր գլխավերևում երկինքը որոշ տեղերում այլևս չի երևում, որովհետև շինարարությունը ընթանում է եւ բոլորը ասում են, որ դե այս շինարարությունը մեր իշխանությունը ներկայացնում է որպես Ռուսաստանից հնարավոր խոպան գնացողների վերադարձը Հայաստան, որ հիմա այստեղ են աշխատում, հա, որքան կարող են այստեղ աշխատել այդ տեմպով, արդյոք դա ծանրագույն ճգնաժամի չի բերելու, եթե նա դիսպրոպորցիոնալ է։ Իհարկե սա համակարգային ճգնաժամի ցուցիչներից մեկն է։ Թողնենք կրթականը, թողնենք, այսպես ասած, գիտենք ինչա վիճակը, թողնենք գիտականը, որը եւս անհասկանալի ընթացքի մեջ է։ Եվ վերջապես անդրադառնանք նրան, թե իսկ ինչպիսին է հասարակական հոգեբանությունը։ Մենք ամեն անգամ, երբ որ ասում ենք, որ ինչքանով է դիմադրունակ երկիրը, ինչքանով նա հոգեբանորեն պատրաստ է դնել իր կյանքը մարդը հանուն իր երկրի, այդքանով էլ այդ երկիրը պաշտպանված է։ Արդարացիությունը դրա գլխավոր, ինչպես Ցիցերոնն էր ասում, արդարացիությունը դրա գլխավոր ցուցիչն է։ Ինչը այսօր մենք չենք կարող տեսնել։ Հիմա մենք ասում ենք կոռուպցիա։ Կոռուպցիա կարող է Հայաստանում չլինել։ Չէ, թողնենք մի կողմ կոնկրետ դեպքերը եւ այլն եւ այլն։ Եթե, ինչպես դուք նշեցիք, ասենք, ներկայիս իշխանությանը ենթարկվում է դատական իշխանությունը, ենթարկվում է օրենսդիր իշխանությունը, հիմա դատականը վերցնենք։ Եթե այդ մարդիկ ենթարկվում են ինչ որ չափով խախտելով օրենքը, կարող է այդտեղ կոռուպցիա չառաջանալ։ Այսինքն բոլորս լավ հասկանում ենք, որ եթե որևէ տեղ խախտվեց արդարացիությունը, հաջորդ անգամ այդ արդարացիությունը պետք է խախտվի իշահ որևէ մեկի գրպանի։ Եթե հիմա քաղաքական նկատառումներով է արվում, հետո նաև ֆինանսատնտեսականն է լինելու, որովհետև վերևից ներքև իջնող այդ իշխանության առանցքները պետք է աշխատեն արդարացիության շրջանակում, որպեսզի երկիրը լինի պաշտպանված։ Իսկ եթե դա ընթանում է, նա չի կարող չլինել այդպեսին։ Երբ որ մենք բացում ենք եւ մենք լսում ենք, ասենք, Թուրքիայի ներկայիս ղեկավարի այն կոչը Հայաստանի ղեկավարին, թե դուք ճիշտ կլինի, որ Զանգեզուրին տակ ավտոնոմիա։ Ինչու է նա ասում դա։ Որովհետև նա անգիր գիտի, որ հակակոռուպցիոն ծրագիր մենք չենք իրականացրել։ Չինովնիկությունը չի կարող այդ չիրականացված հակակոռուպցիոն պայքարի պայմաններում չլինել կոռումպացված։ Դա նշանակում է, որ հարևան երկրի ղեկավարը հասկանում է, որ մեկին 25 անգամ ավելի էժան նա գնելու է ամեն ինչ այնտեղ, ինչը որ մասնավոր շահի շրջանակում հնարավոր է գնել, եւ տերը կանգնելու այդ ամենին որպես մաս։ Ճիշտ այնպես, ինչպես Վրաստանում է տեր կանգնել։ Լսեք, մենք չենք խոսում մի բանից, որ կարողա պատահի, կարողա եւ ոչ։ Այդպես բան չկա։ Մտել է Թուրքիան Վրաստան, մտել է Աջարիայից, երբ որ Վրաստանի, մեր հարևան Վրաստանի պարլամենտում փորձեցին հարցը բարձրացնել, թե այս ինչ բան է, մի կողմից մտել է Թուրքիան, մյուս կողմից մտել է Ադրբեջանը, բայց լա Ադրբեջանը դրանք մի կողմ իր սոկարով եւ այլնով։ Բայց երբ որ մտել է Թուրքիան, 30%-ը մեր տարածքների ըստ էության վերեացել սեփականության տարաբնույթ դրսևորումների, որոնք ենթարկվում են ըստ էության իրեն։ Այսինքն այդ մարդիկ, ովքեր բնակվում են այդտեղ, աջարները, հարակից տարածքի բնակիչները, մոռացել են բացարձակապես ռուսերենը եւ շատ լավ մակարդակի վրա տիրապետում են թուրքերենին։ Եվ հիմա, երբ որ մենք խոսում ենք դրանից, ինչ եղավ բախտը բարձրացվող այդ հարցի վրացական պարլամենտում։ Թուրքիայի դեսպանը ուղղակի հայտարարեց պրոտեստ եւ հարցը դուրս բերվեց օրակարգից, չքննարկվեց։ Այսինքն շարունակվեց միևնույն զարգացումը, որի հետ բախվեց Ռուսաստանը արդեն Աբխազիայում, այսինքն հասել էր այդտեղ, մտել են նաեւ այդտեղ։ Հիմա եթե ընթանում է այդ process-ը մեր աչքերի առաջ։ Այս մենք չենք ասում ինչ որ բան, որը
տեսականական Ցիցերոնի ժամանակներից չենք բերում օրինակն էլի մենք բերում ենք օրինակը որը տեսել ենք մեր կյանքի ընթացքում բոլորս գիտենք այդ ամեն ինչի մասին բոլորս գիտենք որ հիմա Վրաստանում գոյություն ունի տարածք որը կոչվում է Դավիթ Գարաջայի համալիր Դավիթ Գարաջայի այսինքն դա եկեղեցիների համալիր է որտեղ նստած է ադրբեջանական բանակը եւ չի գնում ոչ մի կողմ վրացիները չեն կարողանում այդ հողի մասին անգամ խոսել հիմա ի՞նչն է պատճառը որ մենք համարում ենք որ չէ մեր դեպքում բացառապես ինչ որ ստերիլ հարաբերություններ են կարողանալու հաստատել որի ընթացքը այդ փորձարկված մեխանիզմները չեն լինելու այսինքն փորձարկված եւ Թուրքիայի կողմից փորձարկված եւ Ադրբեջանի կողմից եւ միջազգային սատարում ունեցող եւ ընդդեմ աշխարհի խոշորագույն ծրագրերին ուղղված խոսքը վերաբերում է եվրասիական զարգացման ծրագրին որ եթե Պարսկաստանը հնարավոր լինի ծնկի բերել եթե հնարավոր լինի Հայաստանի վրայով անցկացնել մեծ թուրան ծրագրի բացարձակ իրականացումը որպես բեռների զորքի զենքի հնարավոր ամեն ինչի որոնց մենք պետք է անգամ իրավունքը չունենանք նայել եւ ընդհանրապես նույնիսկ հա մեր երկրի վարչապետը հայտարարեց որ իսկ ինչու է Ալիևը ասում Միջանցք դա շատ հասկանալի է ինչի է ասում Միջանցք բայց որևէ արձագանք եղավ Ադրբեջանից ոչ նրանք շարունակում են նույն բանը ասել ոչ մի խնդիր էլ դա նրանց համար չի առաջացնում որովհետեւ նրանք լավ պատկերացնում են որ դիմադրունակության այն աստիճանը որը ունի այսօր Հայաստանը ըստ էության դրված է վտանգի տակ եւ հետեւաբար այստեղ վրացական տարբերակը հնարավոր է լինելու կիրառել միգուցե ավելի արագ եթե այնտեղ աջարներ են աբխազներ են բայց այստեղ եւս եթե պետքա գան թուրքեր որոնք պետքա բնակվեն այստեղ այնտեղ է մյուս տեղը այդ շատ ավելի ծանր կարող է լինել շատ ավելի արագ կարող է գործընթացը տեղի ունենալ եւ մենք էլ այսպես նստած եթե մենք թախտին ենք նստելու բախտին սպասում ենք որ մենք կգնանք դեպի անդունդը իսկ չգիտես ինչի ինչ որ մեկը ինչեւ մենք դատարկության մեջ կդնենք մեր ոդկը կկառուցի մի ինչ որ կամուրջ որով մենք կանցնենք այդ անդունդի վրայով դա սին հույսեր են Հիմա տեսեք պարոն Խաչատրյան երբ որ խոսում են ընդհանրապես պատերազմների կամ պետությունների միջև մրցակցության մասին երբ ասում են պատերազմ ասենք տասնամյակներ առաջ հասկանում էին մի գործողությունների շղթա ռմբակոծումներ, զորքերի տեղաշարժ եւ այլն 21-րդ դարում պատերազմը մղվում են նաեւ այլ դաշտերում եւ ռազմադաշտը եթե կարելի այդպես ասել միայն երկու բանակների ուրեմն բախման տեղը չէ հոգեբանական պատերազմ տեղեկատվական պատերազմ հոգեվոր դաշտի պատերազմ որովհետև տեսեք մի բանը դու ունես շատ լավ զենքեր ամենավերջի սերնդի չգիտեմ ինչ մտնեովս անցնում այլ է կատարել զենքեր բայց այդ հասարակությունը այդ խրամատում նստած զինվորները իրար մեջ խնդիրներ ունեն եթե այդ հասարակությունը որը իր մի հատվածին ուղարկել է իր սահմանները պահելու այդ հասարակությունը իր մեջ ոչ պակաս թեժ ռազմական ճակերտավոր գործողությունների մեջ է ինքը իր մեջ քան ուրեմն իրեն հավանական թշնամի պետությունը եւ այլն սա էլ է հանդիսանում ժամանակակից պատերազմ մղելու տարատեսակներից մեկը ձևերից մեկը եւ նույնիսկ վերադառնալով համակարգային ճգնաժամի խնդրին երբ մենք ասում ենք համակարգային ճգնաժամ եւ այլն այդ բառը համակարգային արմատը շատ կարեւոր է դա նշանակում է որ տվյալ հասարակության մեջ չկա մի ոլորտ որտեղ այդ ճգնաժամը չի դրսևորվում այսօր եւ առավել եւս վաղը չի դրսևորվելու համակարգային ճգնաժամը այդ անտերը այնպիսի մի երևույթ է որ ինքը ամբողջ համակարգի ի նկատի ունի այսինքն դա մենակ իշխանություն ընդդիմություն չգիտեմ քաղաք գյուղ խնդիր չի այդ նշանակում է որ ճգնաժամը վերցել է հասարակությունը իր բոլոր ոլորտներով իր բոլոր ինստիտուտներով
եթե շատ կոպիտ ասենք, տվյալ պետության ու տվյալ ժողովրդի իմունիտետին հարվածող մի հատ վիրուս է։ Երբ որ այդ հասարակությունը ոչ միայն դիմադրողականությունն է իր անկնում, այլ ուղեղի միջից, հոգեբանության միջից հանվում է նույնիսկ մտքով դիմադրելու հավանականություն ու հնարավորությունը, հասկանում եք, մարդկանց մոտ այնձև մի հատ տպավորություն է, որ այդ պատերազմը դե հա 5 տարի առաջ եղել է պատերազմ, հիմա ինչ ուզում են մեզնից տալիս ենք, այդ նշանակում է պատերազմ չի լինելու, առանց հասկանալու, որ հենց թեկուզ այդ թեզը, որպեսզի պատերազմ չլինի, պիտի տանք ինչ ուզում են, դա արդեն իսկ նշանակում է դու հոգեբանական, տեղեկատվական, հոգևոր պատերազմի մեջ ես, որտեղ դու արդեն պարտվում ես։ Ոչ թե այդ պետք է լինի հետո, որ դու դրա դեմ առնում ես զիջումներով, այլ քո զիջումների, ընդ որում ոչ adekvat զիջումների քանակությունը, այսպես ասած կրիտիկական զանգված է, այնպիսին է, որ վաղը եթե ուզեն ասել դե հերիք եղավ, բոլ եղավ, արդեն զզվցրեցիք, չէ, այդ չեն ասելու ռեսուրսն ես կորցնում, առավել ևս այդ չեն անելու ռեսուրսն ես կորցնում։ Ես ցանկանայի ասենք մի բան էլ այդտեղ հավելել, որ այսօր իհարկե պատերազմն էլ փոխվել է, նույնիսկ տաք պատերազմը որպես այդպիսին փոխվել է։ Այսօր մենք տեսնում ենք, ասենք Ուկրաինայում պատերազմ, որը թվում էր, թե երկրորդ համաշխարհայինի շարունակությունը պետք է լինի, իր զանգվածային ճեղքումներով թևային, չգիտեմ, Բերլինի շրջափակման եւ նրա գրոհով վերցնելու եւ այլնի, ասենք, հիշողությունները մեր մեջ կան, առավել եւս որ միակ ազգային դիվիզիան, որը մտել է Բերլին, դա հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան է մտել Բերլին, բայց այսօր այդպես չէ, այսօրվա պատերազմը համեմատաբար ավելի նման է դարձել առաջին համաշխարհային պատերազմին։ Այսինքն որտեղ ընթանում է հյուծում, եւ այդ հյուծման արդյունքում ի հայտ են գալիս նաեւ նոր զինատեսակներ, նոր պատերազմի տարբերակներ, ԱԹՍ-ների աներևակայելի կիրառում, նոր տեսակի հրթիռներ, նոր տեսակի ռումբեր, որոնք խելացի ռումբեր են արդեն եւ որևէ կերպ չեն հիշեցնում երկրորդ համաշխարհային պատերազմի այստեղ ու այնտեղ, որտեղ կկպնի վար նետած ռումբերը, չէ, այդ ամեն ինչը չկա։ Բայց տեսեք, ձեր ասածը այդտեղ բերում է նրան, որ մեր հասարակությունը ապրում է խորը լումպենիզացիա։ Ինչ է դա նշանակում։ Տեսեք, մենք թվարկեցինք, որ հասարակության հնարավոր բոլոր շերտերում գոյություն են խնդիրներ, որոնք ազդում են ընդհանուր տրամադրության վրա հասարակության, ընդհանուր հոգեբանության վրա հասարակության։ Լումպեն դա այն անձինք են, ովքեր այլևս չունեն դավանամք եւ չունեն բարոյական արժեքների ներքին համակարգ։ Այսինքն ես պատրաստ եմ գնալ իմ հարևանի աշխատանքը վերցնել, թեկուզ եւ նրա ընտանիքը սոված մնա, բայց ես իմ ընտանիքը փորձեմ պահել, այսինքն հասարակության լումպենիզացիան դա հասարակության ամբողջականության վերջնական ատոմիզացիան է։ Եթե մենք ունենում ենք այդպիսի ատոմիզացիա, որին գնում ենք անվիճելի, եւ որքան էլ այստեղ զավեշտական չհնչի, դրա արագացուցիչը, աքսելերատորը, նա եկեղեցու դեմ ոտնձգություններն են, որովհետեւ կամենում ես թե ոչ, հայ ժողովրդի բնակվող Հայաստանում 92% վստահում է եկեղեցուն։ Այս ամենի հետ մեկտեղ 92%-ը։ Այո։ Այսինքն մենք ներկայացրեցինք ինչ-որ մի պատկեր, որը մռայլ պատկեր է եւ օբյեկտիվ ենք ներկայացնում, առանց սքողելու շատ բաներ, բայց մեր միջուկը հայ քրիստոնյաներն են։ Եվ կամայական ժամանակ դա հնարավոր է նորից ետ բերել։ Ուղղակի պետք չի թողնել, որ դա հասնի լումպենիզացիայի վերջին աստիճանին, որտեղ այնտեղից կարող է հետ չբերենք։ Եկեղեցին պառակտեցինք, կաթողիկոսին հանեցինք, հաջորդ իշխանությունն էլ իր քիմքին հարմար կաթողիկոս պետք է փորձի բերել, եթե անգամ փոխվեց իշխանությունը։ Եվ այս դեպքում մենք կանգնելու ենք վերջնական լումպենիզացիայի եւ ատոմիզացիայի առաջ։ Այսինքն մենք կվերածվենք միասնական հայ ժողովրդից, որը ունի ինչ որ խնդիրներ, այդ խնդիրներն էլ պետք է վերացնել,
Բոլոր տեսակի զոնալ նացիոնալիզմները դրանք վերապրուկներ են։ Ոչ մի տեղի հայերը մյուս տեղի հայերից պակաս չեն։ Եթե որևէ տեղի հայերի մասին մեկը խոսում է, որ հա, այս իշ տեղի հայերը վատն են, դա բառից բուն իմաստով տխմարություն է, որովհետև այդ նույն հայերի միջից դու կարող ես գտնել հանճարներ, կարող ես գտնել նաև բացական մարդիկ, եւ գյուղ չկա, որ հաճող շուն չունենա։ Բայց դա չի նշանակում, որ միացյալ Հայաստանը, որ միասնական Հայաստանը, միասնական հայքը համաշխարհային սփյուռքով իր մեր համար անհրաժեշտություն չի ապագան անցնելու համար։ Հավատացնում եմ ձեզ, այն ամենը ինչ մենք նկարագրեցինք, այդ ամենը խոսում է այն մասին, որ կլինեն երկրներ, որոնք ցածկիչն են ու կարող էլ չվերականգնվեն այս փոթորկի մեջ, այս շրջաբերման մեջ, որը հրեողակով սկսում է փաթաթել ամբողջ աշխարհը։ Երբ որ այսօր ասում են, որ հա Ամերիկան Վենեսուելայի վրա կհարձակվի, ես մի քիչ զարմանում եմ դրա վրա, էլի։ Զարմանում եմ, որովհետև այդ Վենեսուելան լեցված է ջունգլիներով, եւ այդտեղ եթե պարտիզանական կռիվներ գնացին, դա մի անսահման պատերազմի ինչ որ դաշտ կարող է լինել, եւ ինչի է դա արվում այն ժամանակ, երբ որ ասենք Ամերիկան ունի նաեւ ուրիշ խնդիրներ, մերձավոր արևելյան խնդիրները, ինքը պետքա սպասարկի Իսրայելը որպես այդպեսին վտանգված երկիր է, այսօր երբևէ չի եղել վտանգված, բայց վտանգված է, այս ամենը ավելացնում եւ խտացնում է այն գույները, որոնք կարող են վտանգ ներկայացնել նաեւ մեր համար, որովհետեւ եթե Իրանը պետք է հարված ստանա եւ Իսրայելից, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, եւ Պակիստանից, եւ Ադրբեջանից, եւ Թուրքիայից որպես մասնակցություն այդ գործին, մենք պետք է մեզ հաշիվ տանք, էլի, որ այդտեղ հնարավոր է որ առաջի զոհերից մեկը մենք լինենք, որովհետեւ այդ մեծ Թուրան ծրագրի հաջողման խնդրում մեր բացակայությունը արխի կարևոր հարցերից մեկն է։ Եվ մի անգամ չի որ այդ հայտարարությունը արվել է, այդ այն բանը չի որ մենք ասում ենք, այստեղ ալարմիզմով ենք զբաղվում, ինչ որ փորձում ենք չափազանցնել, ոչ, նույն երկրների ղեկավարները, Թուրքիա, Ադրբեջան, առավել եւս ասում են, որ թուրքական իսլամի համաշխարհային ընթացքի մեջ ժանգոտ սեպի նման խրված է Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը։ Այս գնահատականը որևէ բանով միտում կարող է ունենալ փոխվելու, երբ որ մենք նկարագրեցինք, թե ինչ է տեղի ունեցողը, ոչ թե այն կարողա գա, կարողա չգա, մեղմ մի քիչ ավելի կլինի, մի քիչ ավելի միգուցե մեզ հարմար կլինի, մեզ հարմար չի կարող լինել։ Լսեք, շահերը որպես այդպիսին չեն կարող հարմարվել իրար, երբ որ հակադարձ են նպատակները։ Մենք փորձում ենք պահպանել, իսկ նրանք փորձում են վերացնել մեզ, վերացնել Հայաստանի Հանրապետությունը։ Հայ իսկ ինչ վատա որ Թուրքիայում լինի եւ այլն, այս խոսակցությունները լրիվ անհասկանալի, բայց սկսել են ավելի վտանգավոր բաներ, այսինքն որ հա Թուրքիայի ապագա ղեկավարների մեջ, այսօրվա ղեկավարների մեջ, նույնիսկ անցյալ ղեկավարների մեջ հայկական արյուն կա։ Այսինքն ինչ գենոցիդի հարց, երբ որ այդտեղ հայկական արյուն կա, հայերն են եկել իշխանության Թուրքիայում, այսպիսի չափազանցություններ կան արդեն։ Այսինքն մեր համար հասկանալի է, որ դա արվում է մենակ մի բանի համար, որ հնարավորինս մենք լինենք անպաշտպան։ Մենք համարենք, որ հա դե ինչ որ բան ասում են, դե միգուցե եւ մեր ներսում էլ դա արձագանք տա։ Բայց դա կարող է լինել մենակ այն դեպքում, երբ որ մենք որևէ մեկը աշխարհում կկարողանա համոզել մի ուրիշին, որ ինչ որ մեկը լավ կուշտ ուտելուց հետո չի սովածանալու։ Չէ, դա ծիծաղելի բան է, երբ որ մենք ասում ենք, որ հա դե եղել է մինչև էս, հիմա էլ է ընթանում, Վրաստանում ընթանում է այդ process-ը անվիճելի, քրիստոնեության վերացման process-ը ընթանում, եւ ոչ մի նշանակություն չունի, գիտեք, այնտեղ 15-20 մետրանոց ինչ որ խողովակներից զոդված խաչեր են կանգնեցված, ներքևում գործում են այդ թուրքական մեջետները, ոչ մի խնդիր չկա տեղ։ Եվ ժողովուրդը ամեն աղոթքի ժամանակ գնում է այնտեղ, հատկապես ուրբաթ օրը այնտեղ ուղղակի ասեղ գցելու տեղ չկա։ Հիմա հասկանանք էլի, որ դա մարսում են այդ ամբողջ տարածքը եւ որևէ նշանակություն չունի, որ դա կոչվում է Վրաստանի տարածք, որովհետեւ եթե պարլամենտում չեն կարողանում դնել հարցը եւ Թուրքիայի դեսպանի ուղղակի դեմարշի արդյունքում հանվում է օրակարգից, այդ նշանակում է այնտեղ վերջացած հարցեր են արդեն։ Եվ մենք ինչի ենք հավակնում այս ամեն ինչի մեջ, որ մեզ շրջանցելու է այն ամենը, ինչը բացասական է հենց այսօր ընթացողից։ Հա։ Ինչու՞։ Մի հատ այդ կարանք բացատրենք։
Տեսեք, պարոն Խաչատրյան, երբեմն հասարակական դիսկուրսի մեջ հանդիպում են արտահայտություններ, բաներ, որոնք որ ինչ ասեմ, ոչ թե քաղաքական չեն, այլ ուզում ես հասկանաս այդ մարդը ընդհանրապես ոնց է մտածում, էլի, վտանգները, երբ որ թվարկում ես էգզիստենցիալ վտանգները, լինելիության վտանգը, այս պետության հասարակության մարդիկ ասում են, դե լավ ինչ է եղել, որ դա հո մի սարսափելի բան չի, էլի, դե հա հիմա դրա նկատմամբ վերահսկողություն չունենք, զատո այս մի հարցում ամեն ինչ Չէ, զատո կլի խաղաղություն։ Ինչի՞ պիտի լի խաղաղություն, թե ամենուր վառվում է։ Հասկանում եք, եթե գիտեք ինչի նման է, որ երկու հոգի իրար հետ վիճում են, այն մեկն ասում է հանգուցյալը խեղդվել է բասեյնի մեջ, բասեյնի խորությունը 3 մետր է, այն մեկն ասում է չէ 7 մետր էր, այն մեկն ասում է չէ 20 մետր։ Կարելի է կարծել, թե այդ խեղդվողի համար տարբերություն կա, էլի ինքը 3 մետրանոցում է, խեղդվել թե 30 մետր, խեղդվել է չէ այդ մարդը։ Հիմա այդ բասեյնի խորության աստիճանը ինչ կապ ունի, եթե դա խեղդվում է։ Հայաստանի նման պետությունները այլ ռեսուրսներ եթե ունեն, ստեղծում են, դա հրաշալի է իրանց անվտանգությունը պահելու համար, բայց տարածքային, այսպես ասենք, դեմոգրաֆիական ցուցանիշներով փոքր երկրները այս համաշխարհային թաթերաբեմի այս մեծ կռիվների մեջ ունեն մի կարևոր լծակ դիմակայելու դժվարություններին։ Դա միասնականությունն է, գոնե այն միասնականություն, երբ որ կա ոչ թե այն որ ես եւ դու հայ ենք, ուրեմն միասին ենք, չէ, այն միասնականություն, որ այն վտանգը, որ մեզ սպառնում է, ինստիտուցիոնալ վտանգը, այդ վտանգի համար միևնույն է, դուք պրոֆեսոր եք, թե շինարար, այդ վտանգի համար միևնույն է, դուք մոլերանտ քրիստոնյա, այսպես ասած, հավատացյալ եք, թե աթեիստ եք, այդ վտանգի համար միևնույն է, դուք վերջին հաշվով իշխանամետ եք, թե հակաիշխանական տրամադրություններ ունեք, այդ վտանգը, որ գա ու հասնի իր կրիտիկական սահմանագծին, դա ինձ հետո են բոլոր բաժանարար գծերը ամենասկզբում, որ դուք ասեցիք, այդ բաժանարար գծերը այդ վտանգի համար որևէ նշանակություն ու կարևորություն չունեն, հիմա տվյալ հասարակության մարդիկ պետք է իրանց համար հասկանան ավելի կարևոր են ինձ եւ ձեզ տարանջատող երկրորդական, երրորդական, հինգերորդական հատկանիշները, թե ավելի կարևոր է ինձ եւ ձեզ միավորող հատկանիշները։ Հիմա այդ միասնականությունը, եթե մենք երկուսով գիտակցում ենք, որ մեզ միավորող էլեմենտները շատ ավելի կարևոր են մեր ինքնությունը, մեր պետությունը, մեր տունը պահելու համար, նշանակում մենք պետք է շատ նախանձախնդիր լինենք այն բոլոր էլեմենտների հանդեպ, որոնք որ խաթարում են այդ միասնականությունը։ Եվ ասում են, այդ կապ չունի, որ երկուստե Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Այդ կապ չունի, որ երկուստե հայ եք։ Այդ կապ չունի, որ դուք ձեր երկիրը, պետությունը սիրում եք։ Այ կա մի հատ հարց, այս հարցում, քանի որ դուք իրար հետ տարբեր տեսակետ ունեք, ուրեմն դուք իրար հետ ավելի թշնամի եք, քան հարևան պետությունն է ձեր հանդեպ։ Գիտեք, հա, դա իհարկե անցանկալի ընթացք է եւ նորից եմ կրկնում, էլի մեր միասնականությունը որպես այդպեսին չունի այլընտրանք։ Եթե մենք փորձենք ինչ-որ մի այլընտրանք, ինչպեսին կարող է լինել, ասենք, մեր հնարավոր թշնամիների, որոնք ես թշնամիներ ասում եմ ելնելով նրանից, որ այդ երկրների արտաքին քաղաքականությունը հայակունության հայերին ոչնչացնելու քաղաքականություն ա եղել բոլոր ժամանակներում։ Դա ժամանակ չկա, որտեղ մենք ասենք, որ չէ, դե այստեղ հիմա Ռուսաստանում էլ կան մարդիկ, որ Թուրքիայի մեջ հայերը, ինչպես ասում են, կարակը կաթի մեջ ման են եկել եւ այլն, դո չէ, հա, Թուրքիայի համար շատ բան արել ենք, բայց վերջում ստացել ենք այն, ինչը որ հասնում էր մեզ այդ անելու համար։ Ինչի ենք արել, որ ինչի ստանայինք դա։ Վերջին հաշվով, երբ որ մենք խոսում ենք այսօր Հայաստանից, մենք պետք է մի բան էլ հիշենք, էլի։ Այդ մարդկանց շահերը մեր հետ չեն համընկնում, թողնենք մնացած ամեն ինչը։ Ինձ կարող է նույնիսկ չհետաքրքրի, թե այդ մարդիկ թշնամի են, թե ինչ են, այդ մարդկանց շահերը մեր հետ չի համընկնում։
այդ մարդիկ ուզում են իրենց մեծ դերակատարությունը ունենալ ապագա աշխարհում։ Ինչից ելնելով Հայաստանի բացառումը արխի կարևոր հարց է։ Տարբեր տարբերակներով բացառումը Հայաստանի, բայց մենք պետք է այս պայմաններում գոնե մոտավորապես տեսնենք, որ մեր իշխանությունները նաև գիտակցում են այն ուժերի շահերը, որոնք համընկնում են մեր հետ։ Եթե չկա այդ գիտակցումը, ինչի ենք հավակնում մենք։ Եթե մենք բոլոր ժամանակների համար եղել ենք ամենակոմունիկատիվ ազգը, կլինի Չինաստանը, կլինի Հնդկաստանը, կլինի Ռուսաստանը, կլինի Իրանը, որպես այդպեսին, ինչն է պատճառը, որ մենք անընդհատ որոնում ենք մեր հնարավոր շրջանակը գործողությունների հակամետ շահերի կրողների հետ։ Լավ, ինչն է դրա խթանը, եթե մենք վախենում ենք, այդ ուրիշ հարց է։ Գնանք ասենք, որ մենք վախենում ենք, մեզ էլ ատոմային զենք տվեք, որ մենք չվախենանք։ Հա, վախենում ենք, այդ է հարցը։ Եթե մենք չենք վախենում, մենք սկսենք այն գործընթացը, որը վերջին հաշվով կբերի մի բանի, չկա գոյություն չունի, լսեք, գոյություն չունի քաղաքականություն, որը կվարվի ընդդեմ սեփական շահերի։ Երևի մենք այս տեսակետից ինչ որ անհասկանալի բացառությունների թվում ենք առայժմ, հա, թե իսկ ինչի է տենց։ Ասենք, հա, եթե մենք ունենք Թուրքիա եւ ունենք Իրան, դրանք բացարձակ տարբեր շահեր ունեցող երկրներ են։ Մեկը ուզում է արևմուտք արևելք իր համար ստեղծի հսկայական մի հատ միջանցք ամբողջ Հայաստանի վրայով, եթե Իրան հնարավորություն ընձեռվի, մյուսը համարում է, որ հյուսիս-հարավը կարարնի, որովհետև ներքևում էլ գտնվում է հարավում Հնդկաստանը, որը ասում է, որ չէ, ես Հայաստանին եմ ճանաչում, եմ մնացածը ձեռի հետ, էլի։ Բայց ես համարում եմ, որ հարավ-հյուսիսը պետքա գնա այստեղով, ինքն էլ այսօր համաշխարհային տնտեսական դրայվերներից, այսինքն առաջնորդ, առաջատար ուժերից մեկն է։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ մենք այնտեղ չունենք այնպիսի հարաբերություններ, որոնք խիստ մոտիկ լինեն դաշնակցային կամ ստորագրված պայմանագրեր ունենանք, ուղղակի Ռուսաստանի հետ, Ամերիկայի հետ, իմ համար մեկ է, Ամերիկայի հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ, Չինաստանի, Հնդկաստանի հետ, բայց մենք չենք կարող ունենալ պայմանագրեր, որոնք մենք ենթադրում ենք, որ կգործեն, աշխարհում էլ գործող պայմանագիր չկա։ Այդ ինչից ենք ենթադրում, որ հենց այստեղ պիտի գործեն, էլի այդ պայմանագրերը։ Հիմա ամեն անգամ ասենք, հա, այսօր տեսնում ենք, որ քաոսայինությունը գնալով ուժեղանում է։ Ոչ մեկը չի հիշում միջազգային իրավունք, միջազգային պարտավորություններ եւ այլն, չկա այդ ամեն ինչը։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ մենք համարում ենք, որ հենց բացառապես այստեղ եւ հենց բացառապես մեր հնարավոր դարավոր թշնամիների, հակառակորդների եւ հայացիացությամբ ներծծված հասարակությունների հետ մենք ունենալու ենք այնպիսի բարի դրացիական հարաբերություններ, որ մենք դառնալու ենք, ինչպես ասում են, համար 1-ը, top 1, էլի։ Իսկ այդ երկրները մնալու են մեզնից ցած։ Այս եթե մենք, հա, այդ նույնն է, որ հալվա ասելուց մեկ էլ բերաններից որոշենք, որ քաղցրացավ։ Այդպիսի բաներ չեն լինում, լավ է, հրաշքներին հավատալը, այդ անհասկանալի կողմնորոշումները, որոնք ուղղակի աքսիոմատիկ անթույլատրելիության դաշտ են իրենց մեջ ներառում։ Ես գտնում եմ, որ պետք է լինի, հա, լայն, շատ լայն հասարակական դիալոգ, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի։ Հայ ժողովրդի կողմնորոշումը ո՞րն է։ Ոչ թե որ իշխանությունը եկել է, լավ է արել, անցել է, քվեարկել են օգուտ իշխանության, դարձել է, բայց եթե իջել է այնքան, չէ, իջել է այնքան, որ ինքը դժվար է ասել, թե ի վիճակի է լինելու պահել իր ռենոմեն բարձրացնել իր կորը, նույն այդ դեպքում բերեք այդ մեծ դիալոգը կազմակերպենք իշխանության առաջին անձանց հետ մեկտեղ, քննարկենք եւ այս փաստարկները դնենք սեղանին։ Ավելի մանրամասն փաստարկներ դնենք արդեն։ Տնտեսական զարգացման, տնտեսական աճի եւ այլնի, որոնք այդ երկրները ունեն, ինչի են հավակնում, ինչ վիճակում են գտնվում այսօր եւ ինչ կարելի է սպասել այդ երկրներից։ Թե չէ տենց եթե մենք այսպես կոչված կուլուարային իրավիճակներում ինչ որ որոշումները կայացնելու ենք եւ վերջին հաշվով ասենք որ դե ինչ անես հիմա չստացվեց։
այդ պատասխանատվությունը որպես այդպեսին ես համարում եմ, որ պետք է համահասարակական բնույթ կրի, ոչ թե ուղղակի իշխանության հետ կապվի։ Հասկանալի, դե ինչ բան Խաչատրյան ամփոփելու համար թերևս տեղին է նաև մեջբերում անել մեր ժողովրդական իմաստության առակներից մեկից, որ ասում եմ դու դուրդ պինդ պահի, փակ պահի, հարևանին էլ գողմի սարքի։ Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ միջև հարևանին լավ, վատ, բարեկամ, թշնամի եւ այլն մեղադրելը դու քո սահմանները պինդ պահի, քո դուրը, քո շահի գիտակցումը պինդ պահի, որպեսզի դիմակայես անկախ նայից այդ հարևանը ինչ է ուզում, ինչ չի ուզում, դու կարողանաս քո տան անվտանգությունը պահել։ Ու այստեղ ամենակարևորը հետեւյալն է, այնպես չլինի, որ տան բնակիչներից մեկը դուրը պինդ փակում է, որ հարևանին գող չանի, իսկ մեկ ուրիշը երթիկը բացում է, որ հարևանը երթիկից մտնի։ Շնորհակալություն։ Կհանդիպենք։